Նախորդ հատվածում ես քննարկեցի ինչպես հարցը, այսինքն ինչ քայլերի հաջորդականությամբ եւ ինչպես են ընդհանուր առմամբ տեղի ունենում ցեղասպանությունները։ Ես քննարկեցի, որ նախ ընտրվում է թիրախային խումբ, կլինի դա էթնիկ խումբ, կրոնական խումբ թե դասակարգ։ Դոմինանտ կամ ցեղասպանություն հետագայում իրականացնող խումբը սկսում է թիրախային խմբին մեղադրել տարբեր բաներում, ձախողումներում, կլինի դա տնտեսական ձախողում, վարակ, դժբախտություն, թե մեկ այլ բան։ Հետո սկսվում է այդ խմբի ապամարտկայնացման գործընթացը։ Սա շատ կարևոր քայլ է բոլոր ցեղասպանությունների համար։ Սպանություն կատարելն ավելի հեշտ է, երբ դիմացինի չես ընկալում որպես մարդ, այլ ընկալում ես որպես միջատ, կենդանի, կեսմարդ կամ ընկալում ես որպես վտանգ քո տեսակի գոյության համար։ Այդ ապամարտկայնացմանն ու պրոպագանդային հաջորդում են տեղահանումները եւ զանգվածային սպանությունները, իսկ միջազգային հանրությունը չի արձագանքում, լռում է, կամ էլ խոսքից գործի չի անցնում։ Եվ այսպես քայլ առ քայլ իրականացվում են ցեղասպանությունները։ Իսկ այժմ քննարկեմ ինչու հարցը։ Այս հարցին պատասխանելու համար հեռու չգնանք։ Նախ քննարկենք հայոց ցեղասպանության պատմության որոշ հատվածները։ Ընդ որում ժամանակի սողության պատճառով զգուշացնեմ, որ ես հետ չեմ գնալու դեպի Սուլթան Համիդի ժամանակաշրջան, երիտթուրքերի հեղափոխություն եւ այլն։ Եթե ցանկանում եք ինչքան ասես գրականություն կա սրա մասին, ինձանից 1000 անգամ ավելի լավ են ներկայացնում իրադարձությունների ժամանակագրությունը, հերթականությունը եւ այլն։ Այս տեսանյութի շրջանակներում ինձ հետաքրքիր են այն իրադարձություններն ու ընդհանուր գծերը, որոնք նկատելի են գրեթե բոլոր ցեղասպանությունների ժամանակ։ Հենց այդ ընդհանուր գծերի վրա եմ ես կենտրոնանալու։ Հայոց ցեղասպանությունը հինավուրց ատելության կամ բռնության հանկարծակի բռնկման արդյունք չէր։ Այն խորը, կանխամտածված, պլանավորված քայլերի արդյունք էր, որի պատճառներն էին աշխարհքաղաքականությունը, ազգայնականությունը, կայսրության փլուզումը, տնտեսությունը եւ սրան ավելացնենք նաեւ լարվածությունն ու պատերազմական իրավիճակը։ 19-րդ դարի վերջին Օսմանյան կայսրությունն արդեն քայքայման եզրին էր։ Օսմանյան կայսրությունը, որը ձգվում էր Եվրոպայից մինչև Մերձավոր Արևելք եւ Հյուսիսային Աֆրիկա, այժմ մեկը մյուսի ետևից կորցնում էր իր վերահսկողությունը այդ տարածքներում։ Հունաստանը նախ անկախություն ձեռք բերեց 1830-ականներին, դաժան պատերազմից հետո, Սերբիան, Ռումինիան եւ Բուլղարիան ձեռք բերեցին ինքնավարություն կամ անկախություն 1877-78 թվականների ռուս-թուրքական պատերազմից եւ Բերլինի պայմանագրից հետո։ Եգիպտոսն ընկավ բրիտանական վերահսկողության տակ 1882 թվականին, իսկ վերահսկողությունը Բալկաններում, նկատի ունեմ Մակեդոնիայում, Ալբանիայում եւ այլուր, Օսմանյան կայսրությունը կորցրեց 1912-13 թվականների Բալկանյան պատերազմներից հետո։ Յուրաքանչյուր տարածքային կորուստ իր հետ բերեց մահմեդական փախստականների ներգաղթի ալիք։ Այս մահմեդականները տեղահանված, աղքատացած, հաճախ տրավմայի ենթարկված անձինք էին։ Իսկ ովքեր էին նրանց տրավմայի ենթարկել, այլ վայրերում քրիստոնյաները, կլինի դա ռուս քրիստոնյաները, բրիտանացի, հույն թե մեկ այլ քրիստոնյա ազգ։ Այս տեղահանված մահմեդականներից շատերը հաստատվեցին Անատոլիայում, որտեղ նրանց ծայրույթն ու վրդովմունքը ուղղվեցին դեպի քրիստոնյա փոքրամասնությունների, հույների, ասորիների եւ հատկապես հայերի նկատմամբ, ովքեր տնտեսապես ավելի լավ վիճակում էին, այսինքն ավելի հարուստ էին։ Այսինքն կար մի խումբ, որն ամեն ինչ կորցրել էր, քրիստոնյաների կողմից հալածված, աղքատացած, մազապուրծ հասել էր Օսմանյան կայսրություն, իսկ նրանց հարևանությամբ արդեն հատկապես Անատոլիայում տնտեսապես լավ պայմաններում բնակվում էին քրիստոնյա հայերը։ Տրամադրությունները այս խմբերի միջև սկսում են լարվել։ Այսպիսով Օսմանյան կայսրության այս անկման ժամանակաշրջանում, երբ կա դժգոհություն տարածքների կորստի եւ տնտեսական բարեկեցության հետ կապված, արմատական նոր գաղափարախոսություն է առաջանում՝ թուրքական ազգայնականությունը։ Սա հատկապես այդ կործանվող կայսրության վերջին ճիգն է, եղած է ինչ-որ ձևով համախմբելու եւ պահելու համար։ Երիտթուրքերը եւ հատկապես միություն եւ առաջադիմություն կուսակցության կոմիտեն ընդունում են պանթյուրքիզմի գաղափարը, միացյալ թուրք մահմեդական կայսրության տեսլականը, որը ձգվում էր, պետք է ձգվեր Անատոլիայից մինչև կենտրոնական Ասիա։
Հայերը եւ Անատոլիայի բնիկ այլ քրիստոնյաները հայտնվեցին այդ երազանքի աշխարհագրական եւ գաղափարական կենտրոնում, այն առումով, որ նրանց գոյությունը սկսվեց դիտարկվել որպես արգելք այդ էթնոկրոնական տեսլականի համար։ Միևնույն ժամանակ հայերի կողմից բարեփոխումների կոչերը սկսում են որակվել որպես դավաճանություն։ 1878 թվականի Բերլինի պայմանագիրը խոստանում էր պաշտպանություն քրիստոնյա փոքրամասնություններին, սակայն այդ խոստումները այդպես էլ չէին իրականացվում։ Իր հերթին Ռուսաստանը ձգտելով տարածաշրջանային ազդեցության աջակցում էր հայկական քաղաքական շարժումների, ինչպիսին է օրինակ Դաշնակցությունը։ Թեև նշեմ, որ շատ հայեր շարունակում էին մնալ հավատարիմ կամ անմասն, Օսմանյան ռեժիմը ողջ բնակչությանը ներկայացրեց որպես ռուսների հետ համագործակցողների, դավաճանների եւ օտարերկրյա գործակալների։ Այդ կեղծ պատմությունը շուտով դարձավ մահացու քարոզչության կարևոր մաս։ Ռուսաստանի ներգրավվածությունը ավելի բարդացրեց արդեն իսկ բարդ իրավիճակը։ Որպես հարևան քրիստոնեական կայսրություն, որն ուներ սեփական հավակնությունները Անատոլիայում եւ Կովկասում, Ռուսաստանը սկսեց իրեն դիրքավորել որպես հայերի եւ այլ քրիստոնյաների պաշտպան։ Սա գնալով ավելի սաստկացրեց Օսմանյան իշխանությունների այն մտավախությունները, որ հայերը կառանձնանան Ռուսաստանի օգնությամբ։ Այսինքն Օսմանյան կայսրությունը էլի տարածքներ կկորցնի, հատկապես աշխարհքաղաքական եւ տնտեսական առումով կարևոր տարածքներ։ Գուցե պատերազմի կամ անկարգությունների ժամանակ հայկական որոշ խմբեր, դաշնակներ միավորվել էին ռուսական ուժերի հետ, բայց սրանք շատ ավելի հիմնականում բացառություն էին, ավելի շատ բացառություն էին, քան թե օրինաչափություն։ Հայերի մեծամասնությունը ոչ թե հեղափոխության կամ առանձնացման, այլ բարեփոխումների հույս ուներ։ Այսպեսով թեև հայերի մեծամասնությունը երբեք չի համագործակցել ռուսական կայսրության հետ, բայց այն առանձնացված դեպքերն էլ բավարար էին օսմանյան պարանոյայի պայմաններում մատի փաթաթան եղածը դարձնելու, ուռճացնելու, կասկածանքներով հայերին, ինչպես նաև այլ քրիստոնյաներին վերաբերվելու եւ նրանց անհավատարիմ կամ 5-րդ շարասյուն որակելու համար։ Ընդ որում, ուզում եմ այստեղ կանգ առնել եւ մի կարևոր բան քննարկել, որը երևի շատերը չգիտեք։ Մեր պատմության ընթացքում նման աշխարհքաղաքական խաղի կենտրոնում հայտնվելը եւ նման պարանոյայի պատճառով կոտորվելը առաջին դեպքը չէ։ Ես վերջին տարիներին շատ եմ ուսումնասիրում արշակունիների շրջանը, հայկական թագավորության շուրջ ծավալվող աշխարհքաղաքական իրադարձությունները գրքերի շարք գրելու համար։ Եվ ահա օտարալեզու աղբյուրներում բավական հետաքրքիր մի բան մի տարի առաջ ընթերցեցի, որը շատ առումներով համընկնում է, թե ինչ կատարվեց 20-րդ դարի սկզբին։ Ինչպես ռուսական կայսրությունը 20-րդ դարի սկզբին սկսեց հայտարարել, թե քրիստոնյա աշխարհի քրիստոնյաների պահապանն է, եւ սա ստեղծեց պարանոյա օսմանյան կայսրության ղեկավարության շրջանում, թե տեսեք հայերը եւ մյուս քրիստոնյաները 5-րդ շարասյուն են իրենց կայսրության ներսում, ճիշտ նույն բանը քանիցս կատարվեց արշակունիների շրջանում, երբ հռոմեական կայսրությունը կանգնում հայտարարում էր, որ քրիստոնյա աշխարհի պահապանն է, քրիստոնյաները ուրախանում էին, ոգևորվում էին, որ հիմա Հռոմը գործեր կթողնի, կգա բոլորին բռնաճնշումներից կփրկի, Սասանյան Պարսկաստանը անմիջապես հայտարարում էր քրիստոնյաներին 5-րդ շարասյուն իր տիրության տարածքներում, այո, հենց 5-րդ շարասյուն բառն էր օգտագործվում քրիստոնյաների նկատմամբ, սրա մասին շատ հետաքրքիր գրում է Պիտեր Ֆրանկոպանը իր Մետաքսե ճանապարհներ գրքում։ Այսպեսով Սասանյան Պարսկաստանը վախից, որ Հռոմը իր տիրության սահմաններում բնակվող եւ տիրությանը սահմանակից քրիստոնյաներին կմոբիլիզացնի իր դեմ, սկսում էր արշավ եւ նախ կոտորում տասնյակ հազարներով սեփական ժողովրդին, սեփական քրիստոնյաներին, հետո էլ հարձակվում էր նաեւ իր սահմանակից քրիստոնյա ժողովրդների վրա, նրանց եւս համարելով վտանգ։ Նման վախը, պարանոյան, բերում է սարսափելի գործողությունների։ Հիմա վերադառնանք Օսմանյան կայսրություն։ Երբ Ռուսաստանը, ինչպես ժամանակին Հռոմը, սեփական աշխարհքաղաքական նկատառումներից ելնելով հայտարարում է, որ քրիստոնյաների պահապանն է, պաշտպանն է, սա եւս սնուցում է այդ օսմանյան պարանոյան, որ այդ այս քրիստոնյաները 5-րդ շարասյունն են իր կայսրության ներսում։ Սա գնալով խորացնում է այդ պարակտումը, տարբերակումը։ Այսպեսով մեծ պատկերում ունենք փլուզվող օսմանյան կայսրություն։ Ռուսաստանը խաղում է որպես քրիստոնյաների պաշտպան,
թուրքական պարանոյան հայերի եւ այլ քրիստոնյաների նկատմամբ, պանթյուրքիզմի ծրագիրը եւ որ շատ կարեւոր է 1912-13 թվականների Բալկանյան պատերազմները, որի արդյունքում 100 հազարավոր մահմեդական փախստականներ տեղափոխվում են Անատոլիա եւ խիստ վատ եւ թշնամական են տրամադրված հայերի եւ մյուս քրիստոնյաների նկատմամբ։ Այս մահմեդականների տրավման եւ զայրույթը սկսվում է կիրառվել որպես քաղաքական գործիք։ Չգիտեմ ինչի սրա մասին շատ քիչ ենք խոսում կամ չենք խոսում շատ դեպքերում, բայց հիշեցնեմ, որ Օսմանյան կայսրության այն ժամանակվա աջակից, դաշնակից, քուրդ ցեղախմբերը շատ մեծ դեր խաղացին մեր ցեղասպանության մեջ։ Մի խոսքով, սկսվում է քրիստոնյա փոքրամասնությունների, հույների, հայերի եւ ասորիների նկատմամբ մեղադրանքը թշնամի ուժերի հետ համագործակցելու մեջ։ Կայսրության բոլոր ձախողումների մեջ հիմնականում մեղադրվում են քրիստոնյաներին։ Քրիստոնյաները մեծ հաշվով ամեն ինչի համար դառնում են քավության նոխազ։ Տնտեսությունը լավ չի, քրիստոնյաներն են մեղավոր։ Պատերազմում կորուստներ են, քրիստոնյաներն են մեղավոր եւ այսպես շարունակ։ Եվ հենց այս ժամանակներում Օսմանյան ղեկավարությունը սկսում է փորձարկել բռնի տեղահանությունն ու վերաբնակեցումը։ Միևնույն ժամանակ սկսվում է արմատանալ նաեւ այն գաղափարը, որ միատար բնակչությունը նշանակում է ավելի ուժեղ, ավելի կայուն պետություն։ Բռնաճնշումները, ապամարտկայնացումը, քրիստոնյաներին որպես վտանգ որակելը, հասարակությանը պատրաստելը այս բոլոր քայլերն արդեն արվել էին։ Մնում էր կատարյալ ծածկույթը, այն ճիշտ ժամանակի ընտրությունը, երբ կարելի կլիներ հանգիստ այդ որջրագործություններն իրականացնել։ 1914 թվականին Օսմանյան կայսրությունը միացավ առաջին համաշխարհային պատերազմին որպես Գերմանիայի եւ Ավստրո-Հունգարիայի դաշնակից։ Սա կատարյալ ժամանակ էր։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան ուժերը ջախջախիչ պարտություն կրեցին Ռուսաստանի դեմ արևելքում։ Պատերազմական գոտիներում գտնվող հայկական գյուղերին Օսմանյան կայսրությունը մեղադրեց ռուսական զորքերի հետ համագործակցության մեջ, թեև այդ շրջանների հայերի մեծ մասը կամ մնաց չեզոք, կամ շարունակեց հավատարիմ մնալ Թուրքիային։ Հետո արդեն 1915 թվականի ապրիլին սկսվեց ցեղասպանությունը։ Ձերբակալվեցին եւ սպանվեցին հայ մտավորականներն ու ղեկավարները։ Նախ հայ տղամարդիկ զորակոչվեցին, հետո կանայք, երեխաները եւ ծերերը արտաքսվեցին դեպի սիրիական անապատ։ Եվ դրան հաջորդեցին սովամահությունը, առևանգումը, բռնաբարությունը եւ համակարգված սպանությունները։ Արդյունքում 1.5 միլիոն հայ նահատակվեց։ Նահատակվեցին նաև 275,000-ից 300,000 ասորի եւ 350,000-ից ավելի հույն, թեև նշեմ, որ հույն նահատակների թիվը մինչ օրս էլ հստակ չէ։ Կան աղբյուրներ, որ նշում են, որ մինչև 900,000 հույն է սպանվել այդ ցեղասպանության ժամանակ։ Այս ցեղասպանությունը միայն վախի կամ գաղափարախոսության համար չէր, այն նաև որոշ խմբերի տնտեսական շահի համար էր։ Հայկական ունեցվածքը բռնագրավեց պետության կողմից եւ վերաբաշխվեց նույն այդ մահմեդական հարևաններին, այդ թվում նույն այդ Բալկաններից փախստականների մի մասին, քրդերին, նրանց տրվեցին հայկական տներն ու բիզնեսները։ Գողությունն օրինականացնելու համար ստեղծվեց լքյալ գույքի հանձնաժողովներ։ Օսմանյան ռեժիմն օգտագործեց ցեղասպանությունը հարստանալու եւ մարդկանց հավատարմությունը գնելու համար։ Նույն բանը եղավ Հոլոքոստի ժամանակ, նույն բանը եղավ Ռուանդայում, որտեղ եւս տնտեսական պատեհապաշտությունը ոչռորոշ դեր խաղաց վայրակությունների իրականացման գործում։ Մարդիկ ոչ միայն մեղսակից էին նման ոչռագործությունների ատելության պատճառով, այլ այն պատճառով, որ նրանք օգուտ էին քաղում եւ հարստանում։ Հայոց ցեղասպանությունը քաոս չէր, ոչ էլ խելագարություն։ Այն հաշվարկված արշավ էր փլուզվող կայսրության կողմից։ Այն ժամանակակից պատմության մեջ պետության կողմից հովանավորվող ցեղասպանության ամենավառ եւ ամենավաղ օրինակներից է։ Կրկնեմ, ես ամբողջ պատմությունը դետալային չեմ ներկայացնում, համոզված եմ, որ կարևոր պահեր բաց եմ թողել, բայց փորձել եմ քննարկել այն մեծ կետերը, այն հանգամանքները, որոնք նպաստել են քայլերի հերթականությանն ու Օսմանյան իշխանությունների համար նման ոչռագործությունների արդարացմանը։ Հաշվի առնելով իմ ներկայացված ընդհանուր պատկերը, ընդհանուր գծերը, հիմա արդեն ներկայացնեմ ցեղասպանությունների ընդհանուր պատճառները կամ ինչու են ցեղասպանությունները տեղի ունենում։
Նախ սկսեմ տնտեսական պատճառներից։ Տնտեսական ճգնաժամերի եւ դժվարությունների ժամանակ հաճախ ուժեղանում է սոցիալական լարվածությունը։ Փոքրամասնությունները, հատկապես նրանք, ովքեր անհամաչափ հարստություն կամ ազդեցություն ունեն, շատ հաճախ դառնում են քավության նոխազ։ Օրինակ հայոց ցեղասպանության ժամանակ հայերին թիրախավորեցին ոչ միայն էթնիկ եւ կրոնական ինքնության համար, այլ նաեւ այն պատճառով, որ հայերը առևտրականներ էին, տնտեսապես ավելի լավ վիճակում էին, քան մյուսները։ Նմանապես Ռուանդայում տնտեսական հուտուների եւ թութսիների միջև տնտեսական անհավասարությունը նպաստեց լարվածությանը։ Թութսի փոքրամասնությունը հաճախ ընկալվում էր որպես տնտեսապես ավելի շահավետ պայմաններում գտնվող խումբ, թութսիները ավելի հարուստ էին, ինչն էլ հարուցում էր հութու մեծամասնության դժգոհությունը եւ նախանձը։ Այս լարվածությունը իր գագաթնակետին հասավ 1994 թվականի ցեղասպանությամբ։ Ցեղասպանությունների երկրորդ պատճառը հոգեբանությունն ու վախն է։ Շատ ցեղասպանությունների հիմքում ընկած է վախը։ Վախը ամենահզոր գործիքն է։ Երբ երկրները բախվում են տնտեսական անկումների կամ սոցիալական խռովությունների, առաջնորդները շեղում են ժողովրդի ուշադրությունը, օգտագործելով մարդկանց վախերը եւ ստեղծելով մի ընդհանուր թշնամի։ Որոշ խմբեր ներկայացվում են որպես անվտանգության, ավանդույթների կամ ազգի մաքրության սպառնալիքներ։ Այս մենք ընդդեմ նրանց մտածելակերպը հատկապես ուժեղանում է ճգնաժամի պայմաններում, որտեղ փոքրամասնությունները քավության նոխազ են դառնում, մեղադրվում են տարբեր բաներում, ներկայացվում են որպես բոլոր դժբախտությունների պատճառ։ Օրինակ, հենց այսօրվա Ամերիկայի տնտեսական դժվարությունների մեջ ում են մեղադրում իմիգրանտներին, ներգաղթյալներին, իրենց տնտեսական վատ քաղաքականությունները հեչ իմիգրանտներն են ամեն ինչում մեղավոր։ Իմիգրանտներն են քրեական տարեր, որ հասարակությանը վտանգ են սպառում, իմիգրանտներն են աշխատատեղերը խլում, իմիգրանտներն են տնտեսությունը քայքայում եւ այլն։ Սա շատ տիպիկ է, որ ճգնաժամային պայմաններում սկսում են որոնել մի խումբ ու այդ խմբի վրա բարդել ամեն դժբախտություն կամ անցանկալի հետևանք։ Հայոց ցեղասպանության ժամանակ հայերին պատկերում էին որպես ներքին թշնամիներ։ Հոլոքոստի ժամանակ հրեաների մեղադրում էին Գերմանիայի տնտեսական անհաջողությունների մեջ եւ այսպես շարունակ։ Ցեղասպանությունների երրորդ պատճառը իշխանությունն ու վերահսկողությունն է։ Ցեղասպանությունները հաճախ տեղի են ունենում իշխանությունը պահպանելու կամ ամրապնդելու հուսահատ ռեժիմների օրոք։ Համախմբելով մեծամասնությանը ընդհանուր թշնամու դեմ, առաջնորդները շեղում են ուշադրությունը ներքին ճգնաժամերից։ Օսմանյան կայսրությունը, որը կանգնած էր անկման եզրին, թիրախավորեց հայերին եւ մյուս քրիստոնյան ազգերին, մյուսների, մահմեդական իր բնակչության ուշադրությունը բուն խնդիրներից շեղելու համար։ Ստալինի կողմից չեչեների եւ Ղրիմի թաթարների էթնիկ զտումները պայմանավորված էին նրա իշխանությանը սպառնացող վտանգներ վերացնելու ցանկությամբ։ Եվ այսպես շարունակ։ Չորրորդ պատճառը ազգայնականությունն ու էթնիկ մաքրությունն է։ Ծայրահեղ ազգայնականությունը ծնունդ է տալիս այն համոզմունքին, որ ազգը պետք է միատարր լինի։ Սա կարող է դրսևորվել որպես կրոնական մաքրություն, ինչպես օրինակ Օսմանյան կայսրությունում։ Կարող է լինել էթնիկ մաքրություն, ինչպես Ռուանդայում, որտեղ հութու ծայրահեղականները ձգտում էին վերացնել թութսի բնակչությանը, ստեղծելու այսպես կոչված ավելի մաքուր հութու պետություն։ Սա կարող է լինել նաև դասակարգային մաքրություն, ինչպես Կամբոջայում էր։ Հինգերորդ պատճառը գաղափարական հիմնավորումներն ու ապամարտկայնացումն է։ Սա եւ կարևոր գործոն է, եւ գործիք ցեղասպանությունը նախապատրաստելու համար։ Նախ ձևավորվում է գաղափարախոսություն, որը ներկայացնում է գերիշխող խումբը որպես գերակա, իսկ թիրախային խումբը որպես անմարտկային կամ վտանգավոր։ Այս անմարտկայնացման գործընթացը ծառայում է զանգվածային սպանությունների ռացիոնալացման համար, զոհերին զրկելով մարդկային կերպարից եւ դարձնելով վայրակությունները ավելի ընդունելի հասարակության լայն շրջանակների համար։ Նացիստական Գերմանիայում հրեաներին պիտակավորում էին որպես վնասատուների։ Այս պատկերումն ավելի լայն քարոզչական արշավի մի մաս էր, որը հրեաներին ներկայացնում էր որպես արիական ռասայի համար սպառնալիք, արդարացնելով նրանց համակարգված սպանությունները, նրանց վերացումը։ Նմանապես Ռուանդայի ցեղասպանության ժամանակ
Թութսիներին պետական ռադիոյով անվանում էին սևուտիչներ կամ միջատներ, բռնություն էին հրահրում եւ անզգայացնում բնակչությանը դրան հաջորդած զանգվածային սպանությունների նկատմամբ, որովհետեւ երբ ձեր տանը միջատներ եք տեսնում, ինչ եք անում, դուք սպանում եք միջատներին։ Պետական ռադիոկայանը, ռադիոն նշանակալի դեր է խաղացել այս քարոզչական խնդիրներում, հեռարձակելով հաղորդագրություններ, որոնք ապամարտկայնացնում էին թութսիներին եւ կոչ էին անում նրանց ոչնչացնել։ Նման ապամարտկայնացումը թմրեցնում է հասարակության կարեկցանքը եւ հեշտացնում անհատների կողմից թիրախային խմբի նկատմամբ բռնությունը։ Եվ ամենազարմանալի պահերից մեկն այս պատմության այն է, որ նման ցեղասպանության գլուխ կանգնած էր մասնագիտությամբ բժիշկը, մարդ, ով իր մասնագիտությամբ պետք է փրկեր, բուժեր եւ ոչ թե խլեր 800,000 մարդու կյանք։ Ինչևէ, ցեղասպանության մեջ գաղափարական հիմնավորումների եւ ապամարտկայնացման դերի ըմբռնումը կարևոր նշանակություն ունի ցեղասպանության նշանները ճանաչելու եւ ապագա վայրակությունները կանխելու համար։ Եվ վերջապես վերջին պատճառը պատերազմներն են եւ քաղաքական համակարգի փլուզումը։ Ցեղասպանությունները հաճախ են տեղի ունենում պատերազմի կամ քաղաքական անկայունության ժամանակ, երբ ներքին քաոսի պայմաններում թուլանում են պետական ինստիտուտները եւ վերահսկողությունը։ Ես ցանկանում եմ նշել, որ ցանկացած ցեղասպանություն տեղի է ունենում մի քանի գործոնների, այն է սոցիալական, քաղաքական, հոգեբանական եւ տնտեսական գործոնների համակցության արդյունքում։ Այսօրվա աշխարհում էլ շատ նման վայրակություններ են տեղի ունենում։ Եթովպիայում Տիգրայի հակամարտությունը հանգեցրել է զանգվածային ջարդերի քաղաքացիական բնակչության շրջանակներում, սեռական բռնության, շրջափակման հետևանքով առաջացած սովի եւ էթնիկ թիրախավորման։ Սուդանում, Դարֆուրում ավելի քան 300,000 մարդ արդեն զոհվել է եւ միլիոնավոր մարդիկ տեղահանվել են եւ շարունակվում է այս հակամարտությունը եւ շարունակվում են զոհերը այս հակամարտության պատճառով։ Լեռնային Ղարաբաղում, Արցախում ավելի քան 100,000 էթնիկ հայեր ենթարկվեցին բռնությունների եւ բռնագաղթի։ Չմոռանամ Չինաստանը, Մյանմարը կամ ցեղասպանության ռիսկերը Հնդկաստանում, Գազայում եւ այլուր, իսկ աշխարհը, ինչպես 20-րդ դարի սկզբին, այնպես էլ այսօր շարունակում է այլ կողմ նայել եւ շարունակում է ոչինչ չասել եւ ցավոք չեմ էլ հավատում, թե որևէ բան կասի։ Ինչևէ, դες հետ էր Warden Me Project-ը եւ դոկտոր Եվա Ալեքսանյանը։ Հետևեք մեր հաջորդ տեսանյութին սառը պատերազմի մասին, իսկ մենք կհանդիպենք։